Այս հիվանդությունը հաճախ անվանում են մեծ ձևացնող, քանի որ դրա ախտանշանները խաչվում են այլ հիվանդությունների հետ։ Պաթոլոգիան սկսվում է որպես անցավ խոց, սովորաբար սեռական օրգանների վրա, ինչպես նաև ուղիղ աղիքում կամ բերանի խոռոչում։ Դուք կարող եք վարակվել տարիներ շարունակ չնկատելով որևէ ախտանիշ։ Պաթոլոգիայով վարակվելուց խուսափելու բանաձևի, իսկ վարակվելու դեպքում վաղ փուլում հայտնաբերելու մասին բժշկի մոտ զրուցել ենք Իզմիլյան բժշկական կենտրոնի մաշկասեռավարակաբան Սամվել Գևորգյանի հետ։ Ներկայացնեմ ձեզ, ինքը հիվանդությունը բավական երկար եւ հետաքրքիր պատմություն ունի։ Առաջինը, երբ որ ի հայտ եկավ եւ այդ հիվանդության մասին իմացան Եվրոպայում, դա Կոլումբոսի առաջի ճանապարհորդության ժամանակ էր, երբ որ գնաց հայտնաբերելու Հնդկաստանը, հայտնաբերեց ամերիկյան մայրցամաքը, պարզը բնիկների հետ շփվելով, վերադառնալով նավաստիները հիվանդությունը տարածեցին Իսպանիայում։ Պաստորեն հիվանդությունը սկսվել է Իսպանիայից, որից հետո սկսեց ֆրանսո-իսպանական պատերազմը, դե ինչպես հասկանում եք պատերազմներ, ավեր, ջար, բռնաբարություն եւ հիվանդությունը մեծ տարածում ստացավ ամբողջ Եվրոպայում։ Անգամ առաջացավ ոչ թե էպիդեմիա, սիֆիլիսի պանդեմիա, երբ որ ընդգրկեց ամբողջ հին մայրցամաքը։ Մարդիկ նկատեցին, որ տարօրինակ ինչ-որ բաներ է կատարվում, ինչ-որ մազաթափություն, ռնգախոսություն, որոշակի դեֆեկտների առաջացում, եւ հասկացան, որ գոյություն ունի կա ինչ-որ մի նոր հիվանդություն, որը կարող է ախտարել ամբողջ մարդու ներքին օրգան սիստեմները։ Եվ այսպես առաջացավ այդ հիվանդության մեկ տեսությունը, երբ որ Կոլումբոսը բերեց իր հետ Ամերիկայից նշված հիվանդությունը։ Մյուս տարբերակը պեղումների ժամանակ հայտնաբերվեցին ոսկրային հյուսվածքներ, որոնց վրա կային սիֆիլիսի թողած հետքերը, գումմոս կայքայման հետքերը ոսկրի վրա։ Փաստորեն ըստ երևույթին սիֆիլիսը եղել է ավելի հին, մոտ 2-3 հազար տարեկան, ուղղակի չի ախտորոշվել եւ նման տարածում չի ստացել, դրա համար չի ախտորոշվել։ Եվ վերջապես ինչից սա քեզ եւ ինչու անունը դրվեց սիֆիլիս։ Ըստ ավանդության Սֆրակաստրոյի իտալական վերածննդի պոետներից համանուն պոետի վրա գրված համանուն պոեմի վրա նկարագրում էր այն մասին, որ կար Սիֆիլոս անունով հովիվ, որը ունեցել էր սեռական կապ կենդանիների հետ, որից ստացել էր հենց այդ ախտը։ Եվ հենց հովիվի անունով, Սիֆիլոսի անունով հիվանդությունը ինքը կոչվեց սիֆիլիս։ Հիվանդությունը ինքը համարվում է վարակիչ, հատկապես ոչ միայն սեռական ճանապարհով, այլև հիվանդությունը կարող է տարածվել ոչ բնական սեռական ճանապարհով։ Հիվանդության առաջին նշանները դա համարվում են կոշտ շանկրը։ Իհարկե, մինչև 20-րդ դարը հիվանդությունը ինքը ուներ շատ, այսպես ասած, տարածվածությամբ հետ հանդեպ ուներ նաև որոշակի նշաններ, որոնք կոնկրետ իրենք հիվանդությունը չէին դիագնոզում։ 16-րդ դարի երկրորդ կեսին անգամ կարծում էին, որ բոլոր առավելապես սեռական ճանապարհով փոխանցված հիվանդությունները դա հենց նույն սիֆիլիսն է։ Մինչև 19-րդ դարի վերջ եւ 20-րդ դար, երբ որ հայտնաբերեցին Շաուդինը եւ Հոֆմանը հայտնաբերել դժգույն սպիրոխետան, դա համարվում էր սիֆիլիսի հարուցիչը եւ Նեյսերը հայտնաբերեց գոնոկոկը, որը եւ սկզբից դրեց գոնորեային եւ սկսեցին տարբերակել առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները։ Ինքը սիֆիլիսը այնպես չի, որ ինքը մենակ իրենով էլի, սիֆիլիսը զարգ տվեց որոշակի իհարկե արդյունաբերության կամ ասենք որոշակի մոդաների հետ կապված պահերին, ես ասեմ դաժե ինքներդ կարող եք զարմանալ, ինքը զարգ տվեց շատ մեծ ձևով, որը հետագայում տարածվեց եւ ազնվականության մեջ եւ ընդհանրապես որոշ դասերի մոտ պարիկների, կեղծանների արտադրությունը։ Քանի որ սիֆիլիսի դեպքում առաջանում էր որոշակի մազաթափություն, որը բնական էր, որը երևացող էր, տվյալ ժամանակներում ընդունված էր եւ բալերը, եւ դիմակահանդեսները, եւ նկատում էին մարդիկ, որ կա ճաղատություն, բայց եւ արդեն խոսում էին, որ
հնարավոր է որ նա հիվանդ է սիֆիլիսով եւ այդ պարիկները արտադրության եւ զարգացման հետեւք մտավ որոշակի կենցաղ պարիկների արտադրությունը։ Երկրորդը մեծ զարգ տվեց սիֆիլիսը իհարկե պարֆումերիայի արտադրությանը, նույնպես զարմանալի է, բայց քանի որ առաջացող հակառակապես եղօթային սիֆիլիսի ընթացքում առաջացող վերքերը որոշակի քայքայման փուլում առաջացնում էին ծանր հոտեր, դեպալի ընթացքում բարելով եւ այլև այլ, այդ հոտերը դուրսի քողարկեին այդ հոտերը օգտագործում էին սուր օծանելիքներ, այսինքն զարգ տվեց օծանելիքի արտադրությանը։ Չզարմանաք, բայց առաջի պլաստիկ վիրաբուժությունները վիրաբուժության հետ կապված, դա հենց հատկապես քթի գումոզ քայքայման հետևանքով առաջացած պլաստիկ վիրաբուժություններ, որոնք մարդիկ ցանկանում էին որոշակի ձևով վերականգնել, որպեսզի չդառնային, ասենք, հասարակության համար ոչ պիտանի կամ արհամարելի։ Իհարկե հարուստները դա կարողանում էին կատարել, կտորը վերցնելով մաշկից, կպած, ամրացնելով, իհարկե այդ որոշակի ժամանակահատվածը իրանք իրենց թևը ծալված վիճակում 2-3 ամիսում մինչև մաշկը շերտազատում էր, կտրելով դեֆեկտը վերացնում էին։ Իսկ ասենք աղքատ մարդիկ ով չունեին այդ հնարավորությունները, ֆինանսական կարող էին կավից պատրաստել քթի նման արծաթից, կային որ ոսկուց էին պատրաստում եւ ծածկում էին քթի իրենց նման դեֆեկտները։ Բժիշկ, առհասարակ պաթոլոգիայի մասին, երբ կարդում ենք գրականություն, շատ հաճախ հանդիպում ենք, որ պաթոլոգիան առաջին էտապում հիմնականում անախտանիշ է ձևավորվում եւ անգամ կարող է տարիներ շարունակ լինել մարդու օրգանիզմում, բայց անախտանիշ է։ Ես ես բացատրեմ, ինքը սիֆիլիսը որոշակի շրջաններում տարածվում, ինքը դա շատ կարևոր է իհարկե բուժման, դեղորայքի դոզավորման տեսակետից։ Ինքը սիֆիլիսը դա կարող է լինել եւ տարածել եւ սեռական եւ արտասեռական ճանապարհով։ Ասեմ ավելին, յուրաքանչյուր սեռական ակտ ինքը հանդիսանում է միկրոտրավմա։ Այսինքն հարուցիչը պետք է տրավմայի անցկերով, այդ փոքրիկ անցկերով աչքի համար որ տեսանելի, թափանցում է օրգանիզմ եւ առաջացնում է իհարկե այդ հիվանդությունը։ Ունի գաղտնի շրջան։ 21 օր դա իրեն համարվում է գաղտնի շրջանը, որ ընթացքում հիվանդը ոչինչ չի զգում, հիվանդը ոչինչ չի պատկերացնում անգամ, թե ինչ է կատարվում իրեն հետ։ 21 օրից հետո առաջանում է սիֆիլիսի առաջնային օջախը կամ առաջնակի էֆեկտը, որը դա կոչվում է կարծես շանկր, որը տեղակայվում է անմիջապես այն վայրերում, որտեղ տեղի ունեցել իհարկե կոնտակտը։ Սեռական օրգաններին, բերանի խոռոչում, հետանցքի շրջանում ամենտեղ էլ կարող է հանդիպել կոշտ շանկրը։ Կանանց մոտ արգանդի վզիկի վրա, հեշտոցի ներսում, բոլոր տեղերը կարող է լինել։ Հարցը նա է, որ ուղղակի կանանց մոտ իրենց բախտը չի վերում այնքանով, որ հիմնականում կարծես շանկրը տեղակայվում է իհարկե ներսում, հեշտոցի ներսում, եւ իրենք հիմնականում առաջնային շրջանը կանայք բաց են թողնում։ Իսկ տղամարդիկ հենց առաջնային շրջանը այս կոշտ շանկրի արտանության դեպքում մեծամասամբ իհարկե դիմում են համապատասխան մասնագետին, որտեղ նշանակվում է բուժումը։ Կոշտ շանկրերից ներկայացնում է տարատեսակ կարող է լինել իհարկե, բայց հիմնականում իրենց ներկայացնում է սահմանափակ կոշտ եզրերով, էրոզիվ կամ խոցային խոր կամ մակերեսային մակերեսներ, իհարկե նայած ինձերն է, կրկնում եմ անմիջապես կոնտակտի տեղում առաջացող օջախ, որը իրենից անցավ է, չի ցավում, կարող է կոնտակտից անմիջապես հետո է առաջանում, թե որոշակի ժամանակաշրջան։ Ես նշեցի, որ ինքը 21 օր գաղտնի, այսինքն ունեցավ կոնտակտով սիֆիլիսով հիվանդը ունեցավ կոնտակտ, 21 օրից հետո առաջանում է առաջնակի օջախը, դա որը կոչվում է կոշտ շանկր, որը կրկնում է տեղակայումից անմիջապես կոնտակտի տեղում։ Շատ լավ, բժիշկ, իսկ այդ 21 օրվա ընթացքում կան որոշակի թաքնված ախտանշաններ, բացարձակ ոչ մի նշան, հիվանդը իրեն զգում է լրիվ առողջ, անգամ հետագայով ավելի բարդացած, երբ որ արդեն կասնում է երկրորդային շրջանը, նա բացարձակապես տենց առանձնապես կարող է ունենալ որոշակի թուլություն, հոգնածություն, բայց ավելի ուշ առաջնային այդ շրջանում բացարձակապես ինքը ոչ մի օբյեկտիվ գանգատներ չի նշանակում, միայն նկատվում է առաջացող կոշտ շանկրը, որտեղ սպիրոխետան թաքփանցելով
օջախով այդ թափանցելով օրգանիզմ նաև առաջացնում է շրջակա լիմֆատիկ գեղձերի բորբոքում, այսինքն առաջնային կոչվում է շրջան առաջնային սերո նեգատիվ սիֆիլիս, որը դեպքում մենք ունենում ենք կոշտ շանկր եւ շրջակա լիմֆատիկ գեղձերի այտուցվածություն։ Բուժում են որոշակի կամ ուշադրությունը չեն հացնում անգամ եթե չդարձնել ինքն ինքնըստինքյաններ է ծծվում։ Կանանց մոտ գինեկոլոգները կարող են բուժել, որը էրոզիվ հեշտոցաբոր, էրոզիվ մակերեսներով, տղամարդկանց մոտ ուղղակի ներկայությունը կոշտ շանկրն է։ Հետագայում թափանցելով այրան մեջ սպիրոխետան տարածվում է եւ ախտահարում է ամբողջ ռեգիոնալ եւ լիմֆատիկ գեղձերը մնացած, առաջացնելով հակամարմիններ, որոնք արդեն բնորոշում են այրան մեջ, այսպես ասած, սերոլոգիական ռեակցիաների դրական տեղափոխմամբ։ Մենք ունենում ենք, այսինքն երկրորդային առաջնային սերոպոզիտիվ սիֆիլիս ժամանակ ունենում ենք կոշտ շանկր եւ ունենում ենք իհարկե դրական սերոլոգիական ռեակցիաներ։ Դա կոչվում է արդեն առաջնային սերոպոզիտիվ սիֆիլիս։ Որից հետո որոշ ժամանակահատված կրկին դե կան անուշադիր մարդիկ կամ հատկապես կանանց մոտ, որոնք իրենք չեն էլ պատկերացնում ինչ հիվանդություն են ձեռք բերել, հիվանդությունը բոլոր այդ նշանները ինքնուրույններ են ծծվում, թողնելով միայն ռեգիոնալ լիմֆատիկ հանգույցների մեծացումը։ Հիվանդները ակտիվ են, զբաղված են իրենց համար, եւ այդ գաղտնի շրջանը տևում է մոտավորապես 3-ից 4 ամիս, որից հետո սուր ձևով սկսվում է երկրորդային թարմ սիֆիլիսը, որի մեջ կարող են բազմաձև բոլոր այն նշանները, որոնք մենք ունենում ենք մաշկային հիվանդությունների ժամանակ, եւ պապուլյոզ, եւ էրոզիվ, եւ թարախաբշտային բոլոր տեսակի այն ցանավորումները, որոնք կարող են հանդիպել մաշկային հիվանդությունների ժամանակ, բոլոր այդ նշանները կարող ենք մենք հանդիպել սիֆիլիսի երկրորդային թարմ սիֆիլիսի դեպքում, որը համարվում է ամենաբուռն, ամենավառ, որը հիմնականում հենց այդ process-ի ժամանակ մենք կարողանում ենք հայտնաբերել սիֆիլիսով հիվանդների։ Ասեմ ավելին, ոչինչ անգամ չանելով, ոչ մի բուժական միջոց չձեռնարկելով, ինքը հիվանդության նշանները ինքնուրույն անցնում են։ Կարծես ոչինչ չի եղել։ Կարող է մնալ միայն ընդհանուր թուլություն, կարող է մնալ գլխացավ, գլխապտույտ, եւ կարող է տևել այս շրջանը, կարող է տևել տարիներ։ Ժամանակ առ ժամանակ իհարկե սրանալով, որոշակի ցանային էլեմենտներ առաջանալով մաշկային ծածկույթի, ափերի, ներբանների շրջանում, նորից ինքնուրույն բայց այդ ընթացքում արդեն ինքը վարակիչ է։ Կատարում է իր սև գործը, վարակիչը այն դեպքում, երբ որ կան, իհարկե, եթե մենք ենք ձերքերի ափերի շրջանում կամ ոտքերի, որտեղից էլ ոտքեր ենք, որտեղ ունի ինքը սիֆիլիտիկ պապուլաներ, մենք հայտնաբերենք սպիրոխետան դժգույն։ Այսինքն այնտեղից է վարակիչ, որտեղ որ այդ կարծր շանկրն է։ Կարծր շանկրը արդեն արմորացեք, արդեն կարծրի շանկրի մասին կարծր շանկրը լինում է միայն առաջնային սիֆիլիսի ժամանակ։ Նա ներծծվում է անհետ առանց հետևանք թողելով եւ արդեն սկսվում է իհարկե երկրորդ շրջանը սիֆիլիսի թամ, անյութեւ ռեցիդիվ շրջանը, ժամանակ առ ժամանակ հիվանդությունը արտահայտվելով որոշակի ձևով, անտենորից ներծծելով եւ տևելով մինչեւ 8-10 տարի։ Երբ որ հիվանդությունը արդեն անցնում է երրորդային սիֆիլիսի, առաջացնելով կայուն դեֆորմացիաներ, ասենք, կարող է առաջացնել որոշակի դեֆեկտներ եւ իհարկե առաջացնում է սիֆիլիսի երրորդային շրջանը, փառք Աստծո, մենք առ այսօր վերջերս մենք չենք ունենում սիֆիլիսի երրորդային շրջան, ժամանակին կապված վաղ դիագնոստիկ տեստերի հետ հիվանդ ընդունվում է հիվանդանոց որոշակի այլ պրոցեդուրայի կապակցությամբ, կատարելով որոշակի սերոլոգիական հետազոտություններ, մենք հայտնաբերում ենք արյան դրական սերոլոգիական ռեակցիաներ եւ հիվանդի մոտ ախտորոշելով սիֆիլիս նշանակում է համապատասխան բուժում։ Իսկ ժառանգական նախատրամադրվածություն։ Ժառանգական նախատրամադրվածություն չունի մենք ուշ սիֆիլիսի ժամանակ, դա կոչվում է ժառանգական սիֆիլիս, երբ որ հիվանդը տեղյակ չլինելով ունենում է երեխաներ, որոնք իրենց մոտև կա դա երկու ձև, այսինքն պտուղը կարող է վարակվել եւ ներարգանդային կյանքում
Եվ կարող է մայրը լինել առողջ երեխա ծննդաբերել եւ հիվանդանալ հետո սիֆիլիսով եւ գերակրման միջոցով, կրծքի կաթի միջոցով կարող է նորից բարակել եւ երեխան կարող է արդեն նորից հիվանդանալ սիֆիլիսով։ Իհարկե բնածին սիֆիլիսները, այս սիֆիլիսը, որոնք ասենք ներարգանդային կյանքում են վարակվում երեխաները, դրանք ծնվում են անհաս, թույլ, հաճախ մահանում են։ Իսկ այն երեխաները, որոնք կարող են ծնվել, ասենք, հիվանդ առողջ մորից հետագայում վարակված սիֆիլիսով, ստանում են համապատասխան բուժում եւ դառնում են լիարժեք երեխաներ։ Իհարկե այդպես է։ Բժիշկ, ախտորոշեցինք տվյալ վարակը։ Ինչ է ենթադրում ախտորոշումից հետո, այսինքն ինչ բուժման ընթացք է ենթադրում ախտորոշումից հետո արդեն իսկ ախտորոշված վարակի բուժումը։ Միանշանակ բուժվում են բոլոր կոնտակտները նախ անգամ այն դեպքերում, երբ որ հիվանդի հետ ունեցած կոնտակտավորների մոտ չի հայտնաբերվում սիֆիլիս, դա ոչ մի կապ չունի։ Բոլորը պետք է բուժվեն։ Նա բուժում է որպես պրոֆիլակտիկ բուժում, դա բուժում է որպես սիֆիլիսի հիվանդության նկատմամբ համապատասխան բուժում։ Միանշանակ հիմնականում այսօր դա այն վիճակը չի, երբ որ ժամանակին ասենք բուժում են սնդիկի պրեպարատներով, սնդիկով, ծանր մետաղների աղերով, Պարկասո հիմա ունենք անտիբիոտիկների լայն ցանց, որոնք որոնցից ստանում ենք համապատասխան բուժումից եւ դոզավորումից հետո մենք ստանում ենք առողջ ազնվորություն։ Համարում ենք սիֆիլիսը բուժված։ Քանի որ մեր հաղորդման նպատակը, որպեսզի կարողանանք կանխարգելել, շրջանցել, այսպես ասած, վարակվելու տարբերակը, խնդրում եմ որպես մասնագետ ձեր խորհուրդը մեր հետևորդներին, ձեր պացիենտներին։ Ամենառաջինը խուսափել պատահական, սեռական կապերից, ամենառաջի հերթին չլինելու դեպքում անպայման օգտագործել պահպանակներ։ Որ մաս թվում է, թե ասենք նորմալ կամ օրալ կոնտակտը ավելի քիչ վարակիչ է, դա այդպես չի։ Մենք ունենք եւ կոշշանկր գտնվում է բերանի խոռոչում, եւ ունենք կոշշանկր գտնվում է, ասենք, հետազգի շրջանում, ձեռքերի ափերի շրջանում, անգամ ձեռքերի սեռական խաղերի ընթացքում էլ մենք կարող ենք ունենալ, հատկապես մատերի շրջանում մենք կարող ենք ունենալ կոշշանկր։ Հիմնականում աշխատել սեռապատական սեռական կապերից եւ օգտագործել իհարկե պահպանակներ։ Դա առաջին հիմնական պայմանն է։ Եվ հետևանքները, եթե չբուժենք, ինչ հետևանքներով է հղի բարակը։ Հիվանդության նենգությունը, ես դա միշտ ասում եմ, իրեն նենգությունը կայանանում, որ չի երևում, ասենք, մյուս հիվանդությունների նման ծանրանալու, ընդհակառակը։ Հիվանդությունը դանդաղորեն, բայց աստիճանաբար քայքայում է ամբողջ օրգան սիստեմ, չկա նման օրգան սիստեմ, որտեղ սիֆիլիսը չի ախտարում։ Եվ այնպես չի, եթե դուք արդեն ունեք որոշակի պաթոլոգիկ վիճակ տարբեր օրգան սիստեմների հետ, դուք բուժելով վերացնում եք նաև այդ հետևանքները, ոչ, դուք ընդհանրապես վերացնում եք սիֆիլիսը, բայց իրեն թողած հետևանքները արդեն անվերադարձ են։ Առաջերտին իհարկե եւ ծանր ձևով ինքնախտարում է մարդու նյարդային համակարգը։ Առաջացելով ողնաշարի հետ կապված պրոցեսներ, կենտրոնական ներվային համակարգի հետ կապված փոփոխություններ, հոգեկան հիվանդություններ, քայլվածքի փոփոխություն եւ այլ ծանր իրավիճակներ, որոնք կարող են առաջանալ սիֆիլիսի ախտարումից հետո։ Շնորհակալ եմ բժիշկ, շնորհակալ եմ շատ կարևոր թեմայի շուրջ, այսքան մասնագիտական եւ մանրամասն զրույցի համար։ Իհարկե շատ ամենակարևորը հետևել մարդը, հետևի իրեն առողջությանը, հետևող լինի իրեն հանդեպ, իրեն նկատմամբ տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխությանը։